Ուսումնասիրում ենք պարոն Կոնջորյանի հայտարարագիրը։ Հիմա դետալները ավելի կբացենք։ Կրիպտո արժույթով է հայտարարագրում, ով ինչքան, չգիտեմ, հողամասա ձեռք բերել։ Գրել եմ ինչպես է ստացվել, որ դուք Townhouse-ը ձեռք եք բերել ընկերության հայտարարածից էականորեն էժան գնով։ Հայկ Կոնջորյանի այդ վարքագիծը արդեն իմ մոտ օրինակ խորացնում է կասկածը, որ այստեղ ինչ-որ մի բան այն չի։ Հայկական լրագրության ողջ պերճանքն ու թշվառությունը։ Անգիտ հիշում ես, Արմեն։ Բոլորն ես տենց հիշում, թե մենակ Հայկ Կոնջորյանի։ Բոլոր իշխանություններն էլ տենց են, լրագրողներին չեն սիրում, լրատվամիջոցներին չեն սիրում։ Բայց նույնիսկ այդ գինը, նույնիսկ իրենց առաջարկած ամենացածր գինը 390,000 դրամ է։ Էլի էականորեն ավել է Կոնջորյանի նշած 300,000 դրամ գնից։ Հրապարակելի իրավունք չուներ ինքը, չգիտեմ, իր հարևանի տան արժեքը չպիտի հրապարակի։ Կարող ենք մեծ մակերեստ առաջարկել ձեզ, տարբերությունը պետքա կանխիկ կամ այլ կերպ պետքա փոխանցեք։ Բայց խնդիրն այն է, որ մեզ մյուսների բնակարանները չեն հետաքրքրում։ Շատ մարդիկ տրվում են այդ գայթակղությանը, որ եկամտահարկի վերադարձի արտոնությունից օգտվել։ Երբեմն գրում են ուր է դրա ապացույցը, ինչ չեք կարողանում ապացուցել։ Ամեն ինչը քննչականն ունի եւ իրենք կարող են նայել, գնալ, ստուգել, հարցնել։ Հիշացնես ինչքանով է գրավդրված։ 105 միլիոն դրամ։ Համոզմանն եմ եկել, որ դա այդ տների իրական արժեքն է։ Այս առանձնատան շուրջ այնքան պատմություններ կան, որ չգիտեմ, ոնց որ իրավապահներին ինչ որ բան ենք տվել եւ իրանք չեն ուզում վերցնել։ Եթե չլիներ Հայկ Կոնջորյանի արձագանքը կգրեինք երկրորդ հոդվածը, շարունակել ենք, որովհետեւ մարդիկ նոր ինֆորմացիաներ էին տալիս։ Տարածքը ձեռքաբերվել 2020 թվականի դեկտեմբերին ու դառնում է Բաբկեն Հովակիմյանը շատ ցածր գնով ձեռք է բերում այդ հողերը եւ դառնում է դրանց սեփականատեր։ Արցախից դիակներն էին բերում, կորած մլիկ բազմաթիվ մարդիկ կան եւ մեկ էլ տեսնում ես մարդիկ ինչ որ գործարքներ են անում հողի, էլի, որովհետեւ իրանք այդ ժամանակների ուրիշ բաներով պետք է զբաղվեին։ Այս պատմության մեջ ամենաշատը ինձ խոցել է հենց այս վերաբերմունքը ընդհանրապես, որ իրանք այդ ժամանակ իրանց բիզնես հարցերն էին լուծում։ Բարև ձեզ, մեր հերթական ոդքասթն է այսօր, մեր առաջինը, որ արդեն հեռարձակվել է Անիֆի մասին, հետաքրքիր մեկնաբանություններ է եղել դրա շուրջ, մենք կարդացել ենք դրանք, որոշ դիտողությունները ընդունել ենք, կփորձենք այս երկրորդում ավելի շատ նաև արդարացնել մեզ դիտողների սպասելիքները։ Մեր ոդքասթը արդեն անուն ունի, կոչվում է 8-րդ հարկ։ 8-րդ հարկ անունը այդ գաղափարը անվան պարոն Բաղդասարյանինն է, հետքի գլխավոր խմբագիր, եւ կուզեի, որ պարոն Բաղդասարյանը մի փոքր ասի ինչու հանգեցինք այս անվան ընտրությանը։ Չգիտեմ, դուրս եկավ այդ 8-րդ հարկը, որովհետեւ մեր բոլոր գաղափարները, չգիտեմ, մեր աշխատանքը այդ հարկում էր, այդ հարկի միջանցքում լիքը գաղափարներ են ծնվում, ես կարծում եմ ինքը տենց լավ անունն է 8-րդ հարկ, մարդիկ պետք է հարցնեն դա ինչ է նշանակում։ Ուղղակի մեր խմբագրությունը 8-րդ հարկում ենք, մենք տանիքում ենք, տեխնիկական հարկում ենք, վերելակ չկա մեր մոտ, չգիտեմ, այդ ամեն ինչը իր մեջ է 8-րդ հարկը։ Բայց 8-րդ հարկում ինչ որ իրադարձություններ է կատարվում։ Մենք այդ միջանցքում մեր նեղլիկ մութ միջանցքում ամեն առավոտ տարբեր խմբերով քննարկումներ ենք ունենում։ Հա, ամեն առավոտ սկսվում է, չգիտեմ, Արմենը գալիս է հարցնում եմ ինչ է կատարվում, Արմենը նայում է բազմաթիվ ոդքասթեր, հարցազրույցներ, չգիտեմ ոնց է հասցնում, ես չեմ նայում, բայց այդ լավ է, այդ իմաստով հարցնում եմ ինչ կա, այսօր ով ինչ է գրել, գիշերը ինչ ա եղել եւ Արմենից իմանում եմ, տենց հերթով հետո գալիս են, հետո սկսում ենք թեմաները քննարկել, քաղաքականից սկսած, բայց դա երբեք մեր գործունեության մեջ չի երևում։ Ես կարծում եմ բոլոր աշխատատեղերում էլ նույնն է, տենց առավոտ գալիս են ինչ է կատարվում երկրում,
Ուկրաինայում, Իրանում, Սաուդյան Արաբիայում այդ նորություններն են քննարկում։ Չգիտեմ, սովորական նոր է, կարծում եմ, Բայց արդեն մեր միանակ համար։ քարտեզն է այդ ժամանակերի պակասում, որ քարտեզը բռենք եւ այդ քարտեզի վրա ինչ-որ վերլուծություններ Դա անենք։ հա, օրինակ այսօր Արմենը եկավ, երեք աշխատել ամեն նյութի վրա, սկսեց պատմել ինչա գտել, ինչ հետաքրքիր, մի հատ հետաքննություն ենք անում Ծաղկաձորի հողերի հետ սեփականաշնորհման հետ կապված եւ ահագին հետաքրքիր բաներ էր հայտնաբերել։ Չգիտեմ, երևի իմ առավելությունն է, որ բոլորի նյութերից տեղյակ եմ ելնում, անընդհատ ուրահասել ընթացքով որտեղ է եւ բոլորից այդ իմաստով բոլորից տեղեկացված եմ ելնում յուրաքանչյուրի գործնեության մասին։ Նաեւ 8-րդ հարկում են ծնվում թեմաները։ Այդտեղ զրույցների ընթացքում եւ թեմաների հիմնական բանն է, շտեմարանն է այդ հարկը մեր համար։ Հա, բոլոր թեմաները այնտեղ են ծնվում, քննարկում ենք մենք, քանի որ շատ նամակներ ենք ստանում, շատ զանգեր ենք ստանում, չգիտեմ ուրիշ խմբագրություններ ոնց է, բայց շատ հաղորդագրություններ, անձնական հեռախոսներին զանգեր եւ առավոտ նաեւ դրա մասին ենք խոսում։ Եվ այդ թեմաներից շատերը դառնում են հոդվածներ հետո կամ հետաքննության նյութեր։ Մեզ այսօր միացել է մեր հետ այս քննարկմանն հետքի համեմատաբար ավելի երիտասարդ լրագրող Արմեն Ղազարյանը, ով սովորել է նաև հետք մեդիա գործարանում, հետք մեդիա գործարանը հետքի նախագծերից մեկն է, որտեղ որ պատրաստվում են լրագրողներ, կարող ենք ասել, չէ, հիմնականում ավելի շատ նաև ոնց որ հետաքննական ժանրում աշխատելու համար, թե չենք կարող այդպես ասել։ Չէ, չենք կարող, բայց նրանցից մի մասը հետո դառնում է հետաքննություն կատարող լրագրողներ, այսինքն այդ հմտությունները բանը որ սովորում է, նայած հետո գնում են տարբեր խմբագրություններ, այլ հարց է այդ խմբագրությունները ընդհանրապես հետաքննություններ ուզում են անել, թե չէ, հետաքննական նյութեր լինում են թե չէ, բայց բավականին հմտություններ ձեռք են բերում մեր ուսումնական կենտրոնում եւ հիմա ոմանք կամ շատերը տարբեր լրատվամիջոցներում աշխատում են։ Հետք մեդիա գործարանը ունի իր Facebook-յան, իր կայքը, Facebook-յան էջը, Instagram-յան էջը, որտեղ որ կարող են մարդիկ ծանոթանալ այդ նախագծի, այդ դպրոցի գործունեության մասին։ Արմենը նաև հեղինակել է, հետո նաև համահեղինակությամբ մենք միասին մյուս հոդվածը գրեցինք պատգամավոր Հայկ Կոնջորյանի առանձնատան Townhouse-ի ձեռքբերման պատմությունը, որը որ կարող ենք ասել, որ ահագին քննարկվեց, իհարկե հետո առանձին կքննարկենք, թե ինչ հետևանքներ կարող է առաջանալ այդ հոդվածից եւ հոդվածներից հետո, բայց քննարկվեց նաեւ երևի որ Հայկ Կոնջորյանը շատ տաքարյուն արձագանքեց այդ մեր առաջին հրապարակմանը։ Մենք թեման ոնց ընտրեցինք, ոնց եկավ այդ թեման, այդ որ սկսենք ուսումնասիրել իր տան գործարքը։ Դե երևի ամենասկզբից սկսենք պատմել։ Ուսումնասիրում էինք պարոն Կոնջորյանի հայտարարագիրը ու տեսանք, որ պարոն Կոնջորյանը ձեռք է բերել Townhouse, ավելի կոնկրետ կցաշար բնակելի տուն Առինչ համայնքում ու ձեռք է բերել Million Mining SPI-ից։ Մինչև այդ մենք ուսումնասիրել էինք մի փոքր Million Mining SPI գործունեությունը ու գիտենք, որ նաև կապեր ունի Հայկ Կոնջորյանի հետ, իր եղբայրը այնտեղ էր աշխատում, ընկերություններից մեկի տնօրենն էր, վաճառքով զբաղվող, մի քիչ հետո ավելի մանրամասն կպատմենք այդ ընկերությունների մասին, ու այնտեղ նշված էր վաճառքի գինը 54 միլիոն դրամ, Townhouse-ի համար, որի քառակուսի մետրը 180 քառակուսի մետր է մակերեսը, բնակելի մակերեսը մի քիչ փոքր թիվ թվաց եւ գնացինք արդեն
ուսումնասիրելու, բարձելու թե ինչքանով էր վաճառում ընկերությունը այդ townhouse-ը, այս պահին ինչքան էր գինը այն ժամանակ, երբ որ գնել էր պարոն Կոնջորյանը, ու հասկացանք, որ այդ գների միջև ահագին տարբերություն կա այն գնի, որով գնել էր պարոն Կոնջորյանը, եւ այն գնի, որով վաճառում էր այդ ընկերությունը։ Ընկերությունը վաճառում էր քառակուսիմետրը 410,000 դրամով 2024 թվականի հուլիսին, այդպես էր հայտարարել ընկերությունը։ Իսկ պարոն Կոնջորյանը կցաշար բնակելի տունը, townhouse-ը ձեռք էր բերել 300,000 դրամով քառակուսիմետրի համար, ինչը եթե մեծ դիտողներն էլ, լսողներն էլ տեղյակ են շուկայի գներից, առինջում, այն էլ Երևանին այդքան մոտ 300,000 դրամով քառակուսիմետրը մի քիչ բարդ է գնել, անհնար է գնել անշարժ գույք։ Հիմա դետալները ավելի կբացենք, բայց մենք պաշտոնյաների հայտարարագրեր ունեցվածքները ինչի ենք ուսումնասիրում։ Սա առաջի դեպքը չէր։ Դե միշտ ուսումնասիրել ենք, իրենց ունեցվածքը հայտարարագրում են, մենք փորձում ենք պարզել նախ այդ հայտարարագրվածը ինչքանով է ճիշտ, եւ ինքը լավ թեմա, լավ բազա է, ինչ որ թեմաներ գտնելու համար, ասենք կրիպտո արժույթով է հայտարարագրում, ինչքան, չգիտեմ, հողամասա ձեռք բերել, ինչ նվիրատվություններ են ստացել, բարբերաբար, այսինքն մեր աշխատողներից, մեր լրագրողներից ոմանք բարբերաբար ուսումնասիրում են եւ այնտեղ լավ թեմաներ կան, այսինքն ինքը բազմաթիվ թեմաներ կան։ Հիմա օրինակ մեր Արենը, մեր լրագրողներից մեկը կոդ է գրել, որը ավելի է հեշտացրել ինչ որ ասենք կրիպտո արժույթներ գրանց հայտարարագրած մարդկանց ցուցակահանել, համեմատություններ անել, չգիտեմ, նաև կատարելագործում ենք, այսինքն այդ իրենց կայքը վերցրել, մենք գործիքներ ենք ներդնում, որ հեշտ լինի մեր աշխատանքը։ Եվ հետո նաև Արենը դրա համար մրցանակ ստացավ եւ դա բաց է դառնում, ոնց որ նաև գործիք լրագրողների համար, որ կարողանան հեշտ այդ տվյալների հետ աշխատեն, համատական վերլուծություններ անեն։ Բայց նաև կուզեի ասել, որ հայտարարագրերը պաշտոնյաների ունեցվածքը առհասարակ հանրային ուշադրությանն է արժանի, որովհետև այդ մարդիկ նախ վարձատրվում են Հայաստանի Հանրապետության բյուջեից, հարկատուների վճարած գումարներից եւ իրենց ձեռքբերումները, գույքային բարելավումները միշտ եղել եւ մնում է հանրության համար հետաքրքիր, որովհետեւ մարդիկ, որոնք որ չեն լինում բարձր պաշտոնի եւ հետագայում սկսում են զբաղեցնել բարձր պաշտոններ, սովորաբար կտրուկ հարստանում են եւ դա սոցիալական անհավասարության շատ այլ հարցեր է առաջացնում մարդկանց մոտ, որ ինչպես ստացվեց, որ ոչինչ չունեցող մարդիկ ներողություն շատ կարճ ժամանակում հարստանում են եւ այդ նույն տրամաբանության մեջ էլ նաեւ որ Հայկ Կոնջորյանի հայտարարագիրը մենք սկսել ենք ուսումնասիրել եւ սա հերթական հայտարարագրի ուսումնասիրություն է եղել, որի ժամանակ պարզվել է, որ ձեռք բերած տան թղթում նշված գինը իրական գնի հետ տարբերություն է ունեցել։ Այսինքն 2024 թվականին ձեռք է բերվել այդ բնակարանը, այդ townhouse-ը կառուցման փուլում պայմանագիր է կնքվել, որի արժեքը ըստ հայտարարագրի եղել է 300,000 դրամ քառակուսիմետրի համար։ Հայտարարագրի 54 միլիոն դրամ։ Մենք այդ 300,000 դրամը ստացել ենք, երբ որ իր վճարած գումարը բաժանել ենք իրեն վաճառված բնակելի մակերեսի թվի վրա եւ ստացել ենք, որ 1 քառակուսին ձեռքա բերել 300,000 դրամով։ Հիմա գնահատման հարց է արդեն։ Դա շուկայականի արժեքն է, շուկայական արժեքը չէր, այդ 300,000 դրամը կառուցապատողներից, որ բնակարան են ձեռք բերում, պարզա ավարտական փուլում այլ գին է ունենում, վաճառքի կառուցմանը դեռևս այսպես ասած կատլավանը փորելու ժամանակ այլ գին է ունենում, բայց Հայկ Կոնջորյանի դեպքում առանձնատունը գրեթե ավարտական վիճակում է եղել, որ ձեռքա բերվել։ Այսինքն երեսպատումն է արվել, տունը ամբողջությամբ կանգուն է եղել։ Շատ լավ։ Այդ դեպքում 300,000 դրամ։ Հիմա մենք ոնց ենք պնդում, որ ասում ենք ցածր է գինը։
Մենք այդ ցածր գինը համեմատում ենք ընկերության հայտարարած գնի հետ։ Ընկերությունը հայտարարություն է տվել, գովազդ է արել, որ ես վաճառում եմ առինջում բնակելի տներ, townhouse-ներ, որոնց 1 քառակուսի մետրի արժեքը 410,000 դրամ է։ Սկսած 410։ Սկսած 410,000 դրամից։ Իսկ նվազագույն Աճման միտում։ Այդ ձեր բերման ժամանակահատվածում 3 հատ գովազդ կա, թե առաջ, թե հետո։ Այո, 2024-ի հուլիսին է ձեռք բերել, հունիսի գովազդն էլ, հուլիսինն էլ, սեպտեմբերինն էլ նույն արժեքներն են։ 410-420,000 դրամի միջակայքում ինչ-որ թիվ։ Այդ հոդվածը գրելու հրապարակելուց առաջ դու գրավոր հարցում ես ուղարկել падգամավորին, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարին եւ ներկայացրել ես թե ինչ տեղեկություններ կա քո ձեռքի տակ։ Դու մեկնաբանություն ես խնդրել, թե հարցրել ես ինչ ոնց է այս տարբերությունը ոնց է առաջացել։ Ինչ ես հարցրել։ Այդ բոլոր տվյալները շարադրելուց հետո այն ինչ որ նոր պատմեցինք, գրել եմ ինչպես է ստացվել, որ դուք townhouse-ը ձեռք եք բերել ընկերության հայտարարածից էականորեն էժան գնով։ Պարոն Կոնջորյանը այդ հարցմանը ի պատասխան նշել է, որ մի փոքրիկ ճշտում։ Հարցումը ուղարկելուց քանի օր հետո է Հայկ Կոնջորյանը պատասխանել քո հարցմանը։ 4-րդ կամ 5-րդ, այսինքն օրենքով սահմանված ժամկետի վերջում 5 աշխատանքային օր։ Լավ, 5 օրում գնացել է, բացել է պայմանագիրը, նայել է իր հայտարարագիրն է նայել, վերլուծել է, ինչ որ ճշտումներ արել, 5 օր հետո քեզ ինչա պատասխանել։ Պատասխանել է, որ ամեն ինչ ներկայացված է իմ հայտարարագրում, կարող եք գնալ եւ ուսումնասիրել իմ հայտարարագիրը։ Այսինքն չի հերքել որևէ տվյալ, որ մենք իրեն ասել ենք, չի բացատրել, թե ինչպես է տեղի ունեցել այդ գործարքը, որևէ բովանդակային պատասխան մեր հարցմանը չի տվել։ Ես հիշեցի, որ մի անգամ երբ որ հոդված էինք գրում, պարոն Բադասյան կառավարության ղեկավար կազմի նախարարներ, փոխնախարարներ իրենց վարձատրությունը, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով էր բարձրացվել, այդ ժամանակ էլ մի հարցումներ էինք դե մի քանի ուղարկել եւ հարցումներից մեկին ի պատասխան ֆինանսների նախարարը պատասխանել էր, որ ես հայտարարատու պաշտոնատար անձ եմ, այդ հայտարարագիրը կներկայացնեմ, մտեք նայեք։ Եվ այդ ժամանակ էլի, որ մենք հասկացանք, որ այստեղ մի բան այն չի եւ նրանք փակվում են։ Եթե ամեն ինչ արդար է ձեր գործունեության մեջ, ձեր արած գործարքի մեջ, ինչն է դժվար պաշտոնյային, որ լրագրողին 20 րոպե տրամադրի, ասի արի թղթերը բացում եմ, արի նայի ինչն ես կասկածելի համարում, արի քննարկենք։ Եվ օրինակ Հայկ Կոնջորյանի այդ վարքագիծը արդեն իմ մոտ օրինակ խորացնում է կասկածը, որ այստեղ ինչ որ մի բան այն չի։ Հետո արդեն հոդվածն ենք հրապարակում 2025 թվականի դեկտեմբերին։ Եվ Հայկ Կոնջորյանը գրում է ստատուս է նվիրում մեզ։ Այդտեղ մի հետաքրքիր հատված կա, որը կուզեի ընթերցեինք։ Հայկական լրագրության ողջ պերճանքն ու թշվառությունը։ Անգիր հիշում ես, Արմեն։ Բոլորն ես տենց հիշում, թե մենակ Հայկ Կոնջորյանի գրառումը։ Մենակ հետաքրքիր ստատուսները։ Չէ, ինչի մեկ-մեկ վարչապետից էլ ես մեջ բերում նրանում ուղիղ։ Հա, ասում է Հայաստանի ճակերտավոր լրագրության պերճանքն ու թշվառությունը մի հոդվածի օրինակով հետ կոչվող հետաքննող լրատվամիջոցը ոտքից գլուխ կեղծ հոդված է երկնել, թե իբր ես շուկայականից էական ցածր գնով առանձնատուն եմ գնել Կոտայքի մարզում։ Զանգել են կառուցապատողին, սա են ճշտել, նա են արել, որից հետո գրել են միտումնավոր կոծկել են հենց կառուցապատող ընկերության Facebook-յան էջում դրված շուկայական արժեքների էական նվազ թիվը, որոնք առաջարկվել են բոլոր գնորդներին եւ վերջում էլ հեգնել է մեզ, որ հերթական անգամ ինքը համոզվել է, որ հայաստանյան լրագրության մի մասը վաղուց մեռել է, պարզապես նրանց չեն ասում, որ տրամադրությունները չընկնեն։ Պաշտոնյաները ինչի են սենց սուր արձագանքում, պարոն Բադասյան։ Դե բոլոր իշխանություններն էլ տենց են, լրագրողներին չեն սիրում, լրատվամիջոցներին չեն սիրում, երբ որ իրանց մասին են գրում, բայց ես նորմալ եմ համարում, որովհետև ինչ պետք է անեն, ասենքն
երբ որ փաստերես ներկայացնում իրանք սկսում են տենց հրապարակախոսային ոճով պատասխաններ գրել, չգիտեմ էլ այդ բառերը որտեղից են գտնում, ասենք Կոնջորյանի դեպքում։ Երկնել։ Հա, երկնում է ինքը տենց չեմ անում, ես առանձնապես ծանր չեմ տանում, նորմալ եմ ընդունում, երբ որ այդպիսի արձագանքներ ա եղել, ընդհանրապես իշխանությունները բոլոր երկրում տեղի ունեցող բոլոր վատ բաները միշտ կապում են լրատվամիջոցների հետ, բայց տենց են իշխանությունները։ Չգիտեմ, երևի չպետք է դժգոհենք, տենց են իրանք։ Ֆիքսենք անցնենք առաջ։ Հա, ֆիքսենք առաջ, չգիտեմ, հիմա գրել է պերճանք, դժվարություն, առանձնապես չգիտեմ։ Մեռել ենք արդեն։ Չեմ անում, երևի պետք է ուշադրություն չդարձնել, ոնց որ տենց իրականում որ կարդացինք, բոլորը սկսեցին խնդալ, չէ՞, այդ օրը որ կարդում էինք։ Հիմա էլ վերհիշեցինք։ Լավ, բայց իր բովանդակային մասով իր ասացի միտումնավոր թաքցրել ենք ընկերության հայտարարած էական զեղչերը։ Դժվար չի այդ ընկերությունը որևէ բան չի ջնջել իր էջից, կարող են մարդիկ էլ մտնել, համոզվել, որ այդ ընկերությունը միշտ townhouse-ները վաճառել է 410-420 հազար դրամով քառակուսի մետրի համար, եղել է զեղչ մեկ անգամ 390 հազար դրամ, դա էլ Կոնջորյանի townhouse-ը ձեռք բերելուց մոտ 8 ամիս հետո, եթե չեմ սխալվում, 2025 թվականի ընթացքում, թվականի սկզբներին, բայց նույնիսկ այդ գինը, նույնիսկ իրենց առաջարկած ամենացածր գինը 390 հազար դրամը, էլի էականորեն ավել է Կոնջորյանի նշած 300 հազար դրամ գնից։ Հիմա գալիս ենք ամենահամով կտորին։ Երբ որ Հայկ Կոնջորյանը այս գրառումով, այսպես ասած, չբավարարվեց, դիմեց կադաստրի կոմիտեին, կադաստրի կոմիտեի ղեկավարը, որը նաև ՔՊ կուսակցության անդամ է, շատ արագ տրամադրեց պայմանագրային գների տվյալները։ Ես այստեղ ուզում եմ մի հատ հիշեցնեմ, որ անշարժ գույքի արք ու վաճառքի պայմանագրային գների մասին տվյալները կադաստրի կոմիտեն չի տրամադրում այլ անձանց, երրորդ անձանց չի տրամադրում բացառությամբ փաստաբանների։ Մենք բազմաթիվ հոդվածներ ենք գրել նախկինում, երբ որ գրել ենք պայմանագրային գինը, բայց մենք դա այլ եղանակով ենք ճշտել, կարողացել ենք ճշտել, բայց կադաստրի կոմիտեն մեզ ուղիղ չի պատասխանել, այսինչ հասցեի անշարժ գույքի վաճառքի գինը այսքան դրամ է։ Հիմա Հայկ Կոնջորյանին դե պարզ է, քաղաքական թիմի անդամներ են, արագ կազմակերպեցին, տվեցին դրա բացատրությունն էլ տվեցին։ Հիմա նա հրապարակեց եւ իր տան գործարքի գինը, որը դե իհարկե բայց հրապարակային էր, եւ նաեւ իր հարևանների տների գները։ Նախ այդ իրավունքը ուներ ինքը հրապարակելու, թե չուներ։ Դա այդ իրավունքը չուներ, բայց դա իրանք հրապարակել է։ Հա, հրապարակելի իրավունք չուներ ինքը, չգիտեմ, իր հարևանի տան արժեքը չպետք է հրապարակի, բայց դա այդ իրանք ձևակերպեցին, որ падգամավորը դիմել, մենք իրավունք ունենք տալու, չգիտեմ, այդ էլ չգիտեմ, ինչ իրավունք ունեին падգամավորի լիազորությունների մեջ տենց բան ամենայն դեպս չկա, որ հարևանի տան գինը իմանա։ Հարևանի տան գինը իմանա։ Չգիտեմ, բայց ինչ ենք դրա վրա ուշադրություն դարձնում, որ զուտ մի դրվագ էր։ Հիմա գան գներին։ Հա։ Ըստ Հայկ Կոնջորյանի հրապարակած գների, հարևան այդ հատվածում, այդ առանձնատների այդ շարքում այլ անձինք ձեռք էին բերել ինչ արժեքներով նույն մակերեսների տները։ Ինչ արժեքներ էր։ Նույն արժեքներն էր մոտավորապես 53, 54, 55 միլիոն դրամ։ Եվ մեկ հոգի 60 միլիոն դրամով էր ձեռք բերել։ Մի հոգի էլ 60, ավելի բարձր։ Հիմա գալիս ենք այս ամենաբան կտորին, որ ինչպես է ստացվում, որ մնացած բոլորն էլ այդ 55 միլիոն դրամը չէին անցնում։ Եվ այս հարցն էլ նաև քննարկվեց, մեր ընթերցողներից էլ եղան մարդիկ, որոնք մեկնաբանություններ գրեցին, մենք ինչ ենք ասում այստեղ, որ 55 միլիոն դրամը դա այն շեմն է, որ թույլ է տալիս քաղաքացուն օգտվել եկամտահարկի վերադարձի հնարավորությունից։ Եվ եթե տան արժեքը 55 միլիոն դրամից բարձր լինի, այդ մարդը չի կարող օգտվի ուղղակի այդ արտոնությունից։ Հիմա մեզ ասում են փաստ
փաստ բերեք, որ այս մարդիկ ինչ որ ստվերային պայմանավորվածության են գնացել, որ պայմանագրային գինը 55 միլիոն դրամ չներառել, ընդ մնացածը կանխիկ են տվել, թե ոնց են տվել։ Հիմա օրինակ, ես ասեմ միտքը, Արմեն դու շարունակիր քո ասելիքը։ Մենք էլ ենք ապրում Հայաստանի Հանրապետությունում, մեր խմբագրությունից էլ լրագրողներ կան, որոնք որ տուն են ձեռք բերել եկամտահարկի վերադարձի այդ բանից արտոնությունից օգտվելով եւ այդ երբ որ տուն էին օրինակ առնում, կառուցապատող ուղիղ ասել է, որ կարող ենք մեծ մակերեստ առաջարկել ձեզ, բայց պայմանագրում գրենք 55 միլիոն, այն տարբերությունը պետքա կանխիկ կամ այլ կերպ պետքա փոխանցեք։ Եվ բայց այդ մարդը հրաժարվել է։ Հիմա մեզ դիտողներն էլ վստահաբար ովքեր որ եկամտահարկով տուն են ձեռք բերել, գիտեն, որ այդ ստվերային պայմանավորվածությունը կա։ Հիմա դու միտքդ ասա։ Այստեղ երկու կողմ կա։ Նաև քրեական ես քրեական գործ կա, մեզ խմբագրությունը դատախազություն, ժամանակ զանգեց մեկը, որը քրեական գործով անցնում է, հենց ինքը այդպիսի գործարքի էր գնացել։ Ու հետո դատախազությունն էլ հաղորդագրություն ունի, քննչական կոմիտեն էլ հաղորդագրություն ունի, որ կառուցապատողները այդ կերպ, երբ որ 55 միլիոնի շեմը արհեստականորեն գրում են, որ 55 միլիոն է եւ ավելը վերցնում են կանխիկ, քրեական վարույթ է եղել, որ պայմանագրային գները կեղծել են, այդ վերցրած գումարն էլ հետո գումարի վրա էլ հարկ չի եղել հաշվարկել եւ պետությունը այդտեղ տուժել է։ Ասա։ Այս մի կողմը դա է, որ ասացիք, պայմանագրում ցածր գին գրելը, եւ երկրորդ, մենք երբեք պնդում չենք արել, որ պարոն Կոնջորյանը իր բնակարանը ձեռքաբերել մյուսներից ավելի էժան։ Մեր պնդումը առաջին հոդվածի եղել է, որ ինքը այդ townhouse-ը ձեռքաբերել շուկայականից ընկերության հայտարարածից էժան գնով։ Մեր հոդվածից հետո, երբ որ հրապարակեց կադաստրի կոմիտեի տվյալները, պարոն Կոնջորյանը փորձում էր ամեն կերպ այնպես ներկայացնել, որ մենք արել ենք սխալ պնդում, մենք ասել ենք ինքը իր հարևաններից ավելի էժաններ ձեռք բերել, ես ապացուցեցի, որ մյուսներն էլ են այդ գնով ձեռք բերել, բայց խնդիրն այն է, որ մեզ մյուսների բնակարանները չեն հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է, որովհետև իրենք պաշտոնյաներ չեն, հայտարարատու անձինք չեն, մեր վճարած հարկերից չեն սնվում։ Մեզ հետաքրքիր էր պարոն Կոնջորյանի դեպքը։ Ինքը ձեռք էր բերել townhouse-ը շուկայականից էժան գնով ու դրա բացատրությունն ու պարզաբանումն էինք ուզել ստանալ։ Հիմա ինչքան էլ փորձեն մանիպուլացնել, մեր գրածը, մեր պնդումը դա է եղել, էլի։ Եվ երկրորդ այդ մասն է, որ այնպես չի էլի, ինչ որ գրածա պայմանագրում իրականում այդ գինն է, հիմա շատ մարդիկ տրվում են այդ գայթակղությանը, որ եկամտահարկի վերադարձի արտոնությունից օգտվեն, եւ նաեւ ընկերությունների համար է հարմար, որովհետեւ ավելի քիչ հարկեր են վճարում, այդ ավել մասը ստանում են կանխիկով կամ այլ եղանակներով, այսքանը գնի մասով։ Այս մեր հրապարակումը լրագրողական հոդված է։ Մենք մեզնից ապացույցներ են պահանջում, էլի, ես կուզեի գործողություն ենք կատարել, մեզ տենց երբեմն գրում են ուր է դրա ապացույցը, ինչ չեք կարողանում ապացուցել, բայց մենք լրագրողներ ենք եւ օպերատիվ գործողությունների, չգիտեմ, զանազան բազաների մուտք չունենք, այդ ամեն ինչը քննչականն ունի եւ իրենք կարող են նայել, գնալ, ստուգել, հարցնել, ոնց որ շատ մեզ մի մեղադրեք երբեմն։ Իհարկե մենք բաներ ունենք, որոնք ասում են, որ չենք հրապարակել, այս հետաքննության այս դեպքում էլ ահագին բաներ կան եւ ասում է լավ սպասենք տեսնենք իրավապահները ինչ են անում, եթե հանկարծ չգիտեմ միանգամից գործը փակեն, էլի հրապարակում կունենանք, բայց այս շարքը որ հրապարակվեց, չգիտեմ դուք տենց լուր անհամաձայնությամբ այդ մասը չգրեցինք, ես չնայած ասում եմ այնտեղ մի կասկածելի բան կար, գործարք կար, որը ես մինչև հիմա համոզված եմ, որ դա այդ բնակարանների, այդ տների իրական գինն է։ Այնտեղ մի գործարք կա 60 միլիոնը, թե գրավ դնելը։ Գրավ դնելը, որ այդ նույն, ասենք Կոնջորյանի ունեցած տան նման մի տուն գրավա դրված
մի անձի մոտ կհիշացնես ինչքանով է գրավ դրված 105 միլիոն դրամ 105 միլիոն դրամ ես այն համոզմանն եմ եկել որ դա այդ տների իրական արժեքն է որտեղ նայեք 180 քառակուսի մետր բնակելի տուն 200 քառակուսի մետր ընդհանուր օգտագործման առնջում հիմա էլ չգիտեմ ես կառաջարկեի բրոկերները չգիտեմ տուն վաճառողները ասեն թե առնջում այդ չափի տները այդ ժամանակ 2 տարի առաջ ինչ էր արժեցել կարծում եմ ինչ որ մարդիկ կգրեն ճշգրիտ թիվը ես համոզված եմ որ այդ գործարքի հետևից այդ գրավի հետևից որ գնան ընդ որում հիմա ասեմ այդ գրավը դատախազի աղջիկա եւ բայց այդ մասերը չենք ուզում հրապարակենք մտածելով որ իրապահ մարմինները կգնան եւ տենց բայց կծիկը կբացեն այսինքն տունը տներից մեկը ձեռքա բերել մի մարդ մի քաղաքացի որը գրավա դրել իր չէ Բաբկեն Հովակիմյանն է գրավ դրել ընկերության Բաբկեն Հովակիմյան կառուցապատողը մի այդ առանձնատների շարքում գտնվող մի առանձնատուն գրավա դրել մի քաղաքացու մոտ ինչքան 105 միլիոն դրամ 105 միլիոն դրամով ասենք այդ տունը եթե արժի 55 միլիոն դրամ ինչի այդ բարձր արժեքով գրավ քաղաքացին չէ այդքան փող տվել այդ տան դիմաց պատահական քաղաքացի չի պատահական քաղաքացի չի սպասենք այդ եմ ասում սպասենք տեսնենք իրավապահները ինչ արձագանք են ունենում մենք այդ մյուս մեր մասերը որը չենք հրապարակել չասենք թե ինչ մասեր են իրավապահները կարող են ընդհանրապես նայել այդ շենքերի բնակիչներին ովքեր են ում հետ են կապված ինչ գնով են ձեռք բերում այնքան պատմություններ կան այս մենակ առանձնատունը չէ առանձնատան շուրջ այս առանձնատան շուրջ այնքան պատմություններ կան որ չգիտեմ ոնց որ իրավապահներին ինչ որ բան ենք տվել եւ իրանք չեն ուզում վերցնեն հիմա էլ համոզում ենք որ վերցնեն հիմա համոզում ենք որ վերցնենք ասում ենք այնտեղ լիքը բաներ կան հիմա օրինակ հակակոռուպցիոն կոմիտեն այս առաջին հոդվածը առանձնատան հետ կապված այսինքն այսպես եղավ դատախազությունը ուղարկել էր հակակոռուպցիոն կոմիտե օպերատիվ ստուգման ինձ թվում է եթե օպերատիվ ստուգողները երբևէ podcast նայում են ժամանակ ունենում են կարան այստեղ ինչ-որ բաներ կա այս քննարկումից չգիտեմ բայց երեք որ խոսեցիք վարչապետի ելույթը երևի պիտի հիշացնենք որ սրա մասին հարցեր եղավ մենք ուզում էի դա վերջում քննարկենք երբ որ այս կառուցապատողի մյուս պատմությունն էլ մեր երկրորդ հոդվածն քննարկենք որից հետո նոր ընդհանուր թե ինչ սպասելիք կարող ենք ունենալ ուղղակի իրավապահներից խոսեցինք դրա համար ասում եմ գուցե կապենք տենց շարունակենք ստեղ որ կուզեի որ մի հատ լավ քննարկենք նաև երկրորդ հոդվածը երկրորդ հոդվածը մենք գրեցինք եթե չլիներ Հայկ Կոնջորյանի արձագանքը կգրեինք երկրորդ հոդվածը կգրեինք որովհետև իրականում այդ հոդվածից հետո հայտնվեցին մարդիկ որոնք սկսեցին ինֆորմացիաներ տալ որ ասելով որ դուք մինչև վերջ չեք բացել այդ պատմությանը այդտեղ ավելի բաներ կան գոնե ինձ մի հոգի տենց հանդիպեց որ ասեց այդ մեր նյութից հետո ասեց այսինքն մենք շարունակելու ենք որովհետև մարդիկ նոր ինֆորմացիաներ էին տալիս Եվ երկրորդ հոդվածով մենք անդրադարձանք արդեն Առինջ համայնքի հողերի օտարմանը Աբովյան համայնքի զբոսայգու մի մասի սեփականաշնորհմանը հետո դրա օտարմանը այդ ընկերությանը բայց երևի էլի սկսենք սկզբից Միլոն Mining ընկերությունը, որի սեփականատերն է քաղաքացի Բաբկեն Հովակիմյանը, Բաբկեն Հովակիմյանը ունի եւս մեկ ընկերություն, որը կոչվում է Միլոն Realty, եւ Հայկ Կոնջորյանը երբ որ առանձնատան այդ առաջի գործարքն էր անում, այդ ժամանակ այդ Միլոն Realty ընկերության տնօրենն էր Ավետ Կոնջորյանը, Հայկ Կոնջորյանի եղբայրը ով եղել է զբաղվել է բրոկերությամբ, նախկինում բրոկերություն անելու ժամանակ խարդախություն արել, դրա համար դատվել է, ընդունել է իր մեղքը դատվելուց առաջ եւ հետո բայց հիմա մարդը էլի շարունակում է բրոկերություն անի եւ այս ընկերությունում
սկսել է աշխատել։ Եվ այս Միլոն մենք սկսեցինք ուսումնասիրել թե Միլոն Mining ընկերությունը որ կառուցապատում է անում, արդեն 3 հատ շենք է սարքում։ Այս ինչ հողերի վրա է սարքում։ Եվ հողերից մեկը, որի վրա որ կառուցված է նաև Հայկ Կոնջորյանի առանձնատունը, Town House-ը, ձեռք էր բերվել Առինջ համայնքից։ Արմեն խնդրում հիշեցնես, երբ է ձեռք բերվել ու այդ ձեռքբերման շրջանն էլ մի հատ հասկանանք։ Այդ տարածքը ձեռքաբերվել 2020 թվականի դեկտեմբերին, այդ ժամանակ երկրում իրավիճակը ինձ թվում է բոլորն էլ հիշում են, հետպատերազմական շոկ, կառավարության աշխատանքը կիսակատվածահար վիճակում էր ու այդ վերջին դեկտեմբեր ամսվա վերջին օրերին, այսինքն դեկտեմբերի 9-ին լինում է համայնքի ղեկավարի որոշումը, Ավականու որոշումը, դեկտեմբերի 28-ին համայնքի ղեկավարի որոշում եւ Առինջ համայնքում ոչ միայն այս հողը, այլև մի շարք այլ հողեր օտարվում են Բաբկեն Հովակիմյանի ընտանիքի անդամներին եւ Բաբկեն Հովակիմյանին։ Ու դառնում է Բաբկեն Հովակիմյանը շատ ցածր գնով ձեռք է բերում այդ հողերը եւ դառնում է դրանց սեփականատեր։ Այստեղ էլի պիտի թվերը ասենք։ Շատ մոտ 1 հեկտար հողամաս, որը նախկինում իբրև վարձակալված է եղել այս մարդկանց կողմից, այսինքն Բաբկեն Հովակիմյանի մայրն է եղել վարձակալը ըստ Առինջ համայնքի այդ որոշման, մոտ 1 հեկտար հողամասը ինչքանով են ձեռք բերել Առինջ համայնքից 2020 թվականի դեկտեմբերին։ Մի կտորը 1.4 միլիոն դրամ էր, որի վրա town house-ներն էին, եթե չեմ սխալվում։ Հիմա արի ընդհանուրը նայենք, էլի։ Այս թվերը ուզում եմ հատուկ sense տարածի նաև ներկայացնենք, որ այնպես չլինի, էլի տպավորություն առաջանա, որ մեր կապարանոց բաներ ենք ասում, թեև մենք գրել ենք այս ամեն ինչը, հետքում հրապարակվել է այդ հոդվածը 26 թվականի մարտի 4-ին, վերնագիրը անշարժ գույք զբոսայգու դիմաց ՔՊԱ-ականների Էդուարդ Բաբայանի եւ Արտոնյալ գործարարի կապը հոդվածում։ Եվ այստեղ մենք գրել ենք, որ Առինջ համայնքի հողը ձեռք է բերվել այդ մոտ 1 հեկտարը, հետո կադաստրային բանն են վճարել, կատեգորիան են փոխել, կներես, հողամասի 32 միլիոներ կատեգորիան փոխելու համար էին վճարել։ Ես այստեղ մի մեջբերում անեմ, ստացվում է, որ Առինջ համայնքից 1.3 եւ 32.5 միլիոն դրամով գնված, ապա 31 միլիոն դրամով կատեգորիան փոխված հողամասը 32.5 գումարած 31 63.5 միլիոն դրամ։ Այդքանա նստել իրանց վրա այդ հողը հասցնեն այն վիճակի, որ կառուցապատում լինի այդտեղ։ Մի խոսքով 62.5 միլիոն դրամով գնաց հողը 20 թվականին։ Դրա մի մասը, արդեն ավելի փոքր մասը 2022-ին Միլոն Mining ընկերությունում ներդրվել է 541 միլիոն դրամով։ Հիմա այսպես գործարքներ, այսպես էժանով առնել, թանկով վաճառել, պարոն Բադասյան, հետքը միշտ գրել է համայնքային հողերի ձեռքբերումների մասին։ Հիմա ու այստեղ համայնքի ղեկավարը, ժամանակավոր պաշտոնակատարը, այդ էլ Առինջ համայնքը, Առինջ բնակավայրը ընդհանրապես միշտ եղել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ազդեցության գոտի։ Նաև տեղեկություններ կար, չէ՞, Բաբկեն Հովակիմյանն էլ ինչ որ բարեկամական կապ ուներ։ Ազգակցական ինչ որ հերո ազգակցական կապ ունեին։ Այդտենց տեղեկություն ունեինք։ Հիմա այս իրադարձությունները քաղաքական այնպես էին զարգացել, որ Առինջ համայնքի ղեկավարին ուղարկել էին արդեն տուն, քրեական վարույթ, ինչ որ համայնքային հողերի զավթման մեղադրանքով եւ այլն եւ այլն։ Եվ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետ էր այդ փուլում, համավարակից, միջև պատերազմն էր, որ տարավ նշանակեց Հայկ Մկրտչյանին, ՔՊԱ-ական Հայկ Մկրտչյանին ներկայացնում է Առինջ համայնքի ավականուն, ասում է, որ ժամանակավոր նոր պաշտոնակատար էր եւ Առինջում գլխավոր խնդիրը հողազավթումն է։ Եվ փաստորեն կարճ ժամանակ հետո սկսեցին Առինջի հողերի օտարումը։
Սովորաբար պատերազմի, ասենք նոր էր պատերազմը իրականում այս պատմության մեջ ամենաշատ ինձ գժվացրել է այդ պատերազմի պահին այդ գործարքները, որովհետև հիշեք այդ դեկտեմբերը, ինչ վիճակում էր հասարակությունը, չգիտեմ, Արցախից դիակներն էին բերում, կորած բազմաթիվ մարդիկ կան, չգիտեմ, Արցախից բանը տեղափոխվածներ, հիվանդանոցները լցված, եւ մեկ էլ տեսնում ես մարդիկ ինչ որ գործարքներ են անում հողի, էլի, որովհետեւ իրանք այդ ժամանակների ուրիշ բաներով պետք է զբաղվեին, մարդկանց տեղավորելով, չգիտեմ, լրիվ ուրիշ իրավիճակ էր, բայց միայն իրականում միայն այս դեպքը չէ, այդ ժամանակ էլի բազմաթիվ գործարքներ են եղել տարբեր համայնքներում, մի անգամ որոշեցինք, որ եկեք քննարկենք, թե պատերազմի ընթացքում համայնքներում ինչ գործարքներ են եղել, հողերի հետ կապված, հետո տենց էլ չարեցինք, բայց հետո ասում էի պետք է անել։ Այս պատմության մեջ ամենաշատը ինձ հենց բանը խոցել հենց այս վերաբերմունքը ընդհանրապես, որ իրանք այդ ժամանակ իրանց բիզնես հարցերն էին լուծում։ Հա լուծել են էլի որոշ չափով։ Դե խառը վիճակ էր, չգիտեին հետո ինչ Հա, ու բացի այդ մեծ հողից 1.5 այդ մոտ 1 հեկտարը, որտեղ այդ տներն են կառուցվել, դրա կողքի հողն էլա ձեռք բերվել, մոտ 1 հեկտար, մենք հոդվածում տենց հպանցիկ ենք այս բաները գրել, մոտ 1 հեկտար էլ կողքը գյուղատնտեսական նշանակության 1 հեկտարանոց հող էլի Բաբկեն Հովակիմյանի ազգականի անունով է, մի քիչ էլ որ գնում ենք դեպի արդեն Սևան Երևան Մայրուղու այդ անկյունային հատվածը, այդ Գայի post կոչվող տարածքի հարևանությամբ, այդ շինանյութի տարածքի հողերն էլ են այդ ժամանակ սեփականաշնորհել, օրինականացրել, այդտեղ հետո թույլտվություններ եւ այլն, այսինքն ինչ հնարավոր էր այդ փուլում արել են։ Մեկ ամսվա ընթացքում արել են ամբողջը։ Հետո այդ Առինջ համայնքի կայքը անհասանելի է դարձել, համայնքը խոշորանալու բերումով, այդ տվյալները արխիվ։ Ես նույնիսկ մտածում էի մենք այդ չհասցրեցինք անել, ես մտածում էի որ այդ ավականու նիստերը հնարավոր է ստորագրությունները կեղծած լինեն, մենք չգիտեմ ինչի չկարողացանք նայել դա։ Ժամանակ մենք ուղղակի ուսեցանք ամփոփեինք, շատ էս կողմ չգնայինք երևի։ Հա, որովհետև դա պետքա ստուգել, բայց հիմա մենք ասում ենք որ իրավապահները պետքա դա ստուգեն, որովհետև չեմ կարծում որ այդ օրերին բոլորին, չգիտեմ, բոլոր ավականու բոլոր անդամներին դա հուզող հարցեր եկել են հավաքվել, որ ինչ որ մեկին հողի սեփականաշնորհման հարցը լուծեն։ Հիմա այս նույն բանով կարող են գալ շինթույլտվությունների ստանալը, շինարարները, չգիտեմ, մարդիկ կարող են գրել նաև մեր նյութի տակ, թե ինչքան դժվար է շինարարության շինթույլտվություն ստանալը։ Օրինակ Աբովյան համայնքում արագ են ստանում կառուցապատման թույլտվությունները, արագ են ստացել ՇՄԱԳ թույլտվությունը, պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը, որ այս կառուցապատողի մոտ շատ նենց արագ եւ կոնկրետ է եղել։ Հա, դռները բաց է եղել, էլի պետքա իմանալ իրանց հովանոցով է եղել, որ տենց բոլորը իրանց դռները բացել են եւ ասել են, հա եկեք շուտ անենք տանք ձեզ, հանկարծ չնեղանան, չգիտեմ, հանկարծ այդ ով է զանգել, ում միջոցով են դա արել, որ տենց շատ արագ ամեն բոլոր հարցերը լուծել են։ Այստեղ մի անուն էլ հնչեցնեմ, այդ կառուցապատող ընկերությունում փոխտնօրեն է աշխատել եւ հիմա էլ է ոնց որ աշխատում, Նաիրի Հակոբյան, Այո։ Աբովյան համայնքի քաղաքացիական պայմանագիր խմբակցության, ավականու խմբակցության անդամ, որը որ եւ այդտեղ փող տնօրեն է եւ այնտեղ ավականու անդամ է եւ ով որ նաեւ այս կառուցապատողի փաստաթղթերն է տարել Աբովյանի համայնքապետարան, չգիտեմ ՇՄԱԳ-ին ինքն է բերել թե չի բերել, բայց արդեն եթե այս կուսակցականն է ներգրաված այդ գործերի մեջ, ինչ որ բան է, էլի, ընդհանրում եմ նաեւ հնարավոր է իր գործերը ինքն էր անում, բայց ում միջոցով ով էր զանգում, ոնց էին անում, չգիտեմ։ Եվ հիմա բացի այս Առինջի հողերից, այդ Առինջի իրականում թանկարժեք հողերից, որովհետև այդ հողերը գտնվում են Առինջ մոլի հարևանությամբ, այդտեղ
ով երբևէ գույք է փնտրել, գույք է վաճառել, գույք է ձեռք բերել, կարող է մի հատ նայի իր ձեռք բերած գույքի արժեքը եւ նայի թե այստեղ ինչքանով է այս կառուցապատողը գույքեր ձեռք բերել, ինչ արժեքով։ Իհարկե կարող է մարդկանց տրամադրությունը ընկնի, բայց այս մարդկանց մոտ դա ստացվել է։ Հիմա գնանք Աբովյան քաղաք, մտովի զբոսայգի Բարեկամության հրապարակ 5 հասցե։ Որովհետեւ մենք բարեկամության հրապարակ 5-ով է հասկանում։ Քաղաքապետարանի մոտակայքում է հետևի հատվածում։ Դրամատիկական թատրոնի ետնամասը։ Այո։ Աբովյանի բնակիչները պետք է որ այդ մասը ավելի այդ ընդհանրապես Աբովյանի կենտրոնական զբոսայգին լավ պատկերացնեն եւ պատկերացնում են։ Ուրեմն այդտեղ Աբովյանցիները հիմա մենք փաստերով ցույց ենք տալիս, որ դա զբոսայգու տարածք է, չնայած քաղաքապետը ասում է դա զբոսայգի չի եղել, հատակագծով բանով մենք ներկայացրել ենք։ Աբովյանցիները կարող են գրել, իրանք հիշում են այդ զբոսայգին։ Ասենք մտնեն գրեն, էլի, որտեղ ասում են զբոսայգի չի եղել։ Ոչ վաղ անցյալում այդտեղ դեռ զբոսայգի էր, էլի մարդիկ կհիշեն։ Բայց ես մեր նախորդ տեսանյութը որ հրապարակվել էր հենց այդ նյութի մասին, ես տեսել եմ մեկնաբանություններում, որ Աբովյանից մի մարդ գրել էր, որ ինքը Աբովյանից է եւ ուրախավոր կոնե այդ թեման բարձրաձայնվեց, էլի։ Հիմա ուրեմն Աբովյան համայնքի զբոսայգու այդ վերջի հատված, այդ թատրոնի հետևի ետնամասի հատվածը օտարվել, վաճառվել, սեփականաշնորհվել է 2012 եւ 2016 թվականներ։ Երկու կտորով։ Մի հատ էլ գնանք մտովի 2012 եւ 16 թվականներ։ Աբովյանի համայնքը ղեկավարվում էր Գագիկ Ծառուկյանի Փեսայի Կարապետ Գուլոյանի կողմից։ Եվ էլի ինչպես Արինջը, այնպես էլ Աբովյան համայնքը համարվում է Գագիկ Ծառուկյանի ազդեցության գոտի։ Հիմա կարող է հիմա ոնց որ փոխվել է, երևի չկա։ Համարվել է։ Հա, համարվել է։ Համարվել է։ Այդ քանի որ 16-12-ի գործարքների մասով այդ փուլում համարվել է նրա ազդեցության տարածք։ Հիմա երկու հողակտոր, որոնք ընդհանուր մակերեսը, որոնց 6300 քառակուսի մետր է, երկու մասերով ձեռք է բերվել Աբովյանի ներկայիս համայնքապետ Էդուարդ Բաբայանի ընտանիքի անդամների կողմից։ Այո։ Այդ փուլում այդ գործարքների ժամանակ Էդուարդ Բաբայանը համայնքային պաշտոն չէր զբաղեցնում եւ Գագիկ Ծառուկյանի թիկնազորն էր ղեկավարում, չէ՞։ Եվ այդ հողերը հետո արդեն գրանցվել է իր ընտանիքի անդամներով, հիմա Էդուարդ Բաբայանը անցնում է այդ ապօրինի ծագում ունեցող գույքով, ինչ որ ուրիշ քրեական գործերով անցնում, հա, իրանից Աբովյանից վերցրած Աբովյանի համայնքային այլ հողեր, որ սեփականաշնորհել են դատախազությունը, դրանք վերց պահանջում եւ այլն եւ այլն։ Եվ հետագայում այս հողամասը 6300 քառակուսի մետր վաճառվել է Էդուարդ Բաբայանի ընտանիքի անդամների կողմից Միլոն Mining ընկերությանը։ Թե սկզբում բանին Բաբկեն Հովակիմյանին, հետո Միլոն Mining-ին։ Վաճառքի գինը ըստ բաց տվյալների հայտարարագրում կա, դա Էդուարդ Բաբայանի ընտանիքի անդամի հայտարարագրում կա 770 միլիոն դրամ։ Հիմա նախ համայնքի զբոսայգին ոնց է սեփականաշնորհվել։ Էդուարդ Բաբայանը մեզ գրավոր գրել էր, որ չի սեփականաշնորհվել։ Դա չի եղել զբոսայգի։ Եվ ճիշտ ասած այդ պատասխանը հիշում եք, որ ստացանք շատ նենց զարմացած, որ միթե նախ մենք սխալվել ենք եւ երկրորդ այդ նույն պատասխանի մեջ հղում կար Աբովյանի գլխավոր հատակագիծը հաստատելու կառավարության որոշմանը եւ երբ որ բացեցինք այդ որոշումը հոդվածում իհարկե դրել ենք էկրանապատկերը, սկրինշոթը եւ երևում է որ հենց այդ որոշմամբ հա որ դա զբոսայգու տարածք է եղել։ Հիմա դե լավ, հիմա իրանք չեն ուզում ընդունել, բայց մենք նաև Արբանյակի պատկերների վերլուծությամբ էլ տեսանք, որ երբ որ Google Earth ծրագիր կա, Google Earth Pro ծրագիր կա, որը որ հնարավորություն է տալիս տեսնել նախկինում
արբանյակից արված պատկերները տվյալ տարածքը նախկինում ինչ տեսքա ունեցել։ Եվ երբ որ հետ տվեցինք ժամանակը, տեսանք, որ 12-ին էլ ծառերը կային, հետագայում արդեն ըստ ինչքան տարեթիվը մոտեցավ, ծառերը չորացել էին եւ վերջում դարձել էր անխնամ տարածք, բայց ճեմուղիներն էր երևում, բայց այսինքն ավելին հատակագծով կարելի է չքննարկել, բայց մի հատ էլ այդպես նայեցինք, նյութում էլ դրա մասին գրեցինք։ Բայց նաև կներես ասենք, որ զբոսայգու տարածքը չի կարելի սեփականաշնորհել, օտարել, դա 60-րդ հոդվածի հողային օրենսգրքի հողային օրենսգրքի 60 հոդվածը սահմանում է այն տարածքների հողերի ցանկը, որոնք երբեք չի կարելի սեփականության իրավունքով օտարել։ Եվ դրանք անտառներն են, գետերն են, լճերն են, զբոսայգիներն են, մանկապարտեզներն են, կրթահամալիրներն են, լճերը, մայթերը, եւ հետքում մենք էլի շատ հոդվածներ ունենք։ Եվ հետաքրքիրն է նա, որ օրինակ վարչապետը բարբերաբար վերջերս գրում է, չէ՞, այսքան հողամաս վերադարձրեցինք, հատիկ առ հատիկ վերադարձրեցինք, դատախազությունը հաղորդագրություններ է տարածում, եւ այդտեղ ահագին բաներ կա, բայց այս մեկը չեն կարող վերադարձնել, որտեղ արդեն շենք է։ Հա, դե այս դեպքում ինչ պիտի երևի թե արժեքը, բայց կարող է նախ գնան այդտեղ մի երկու պատասխանատվության կանչեն, բայց ոնց է եղել։ Մեր որ մենք այս հոդվածը գրում էինք, այսպես մեր քննարկումների ժամանակ sense մի միտք եկավ էլի, տեսեք, այս գործարքը եթե բանով բնութագրենք, էլի, որպես հանցագործություն, իհարկե դրա մենք մեր բանով պատկերացումներով մի հատ գնահատենք, էլի, արգելված չոտարելի հողամասը սեփականաշնորհվել է, այս արդեն խախտում է։ Այսինքն այս զբոսայգու սեփականաշնորհումը ենթադրյալ հանցավոր ծագում ունի։ Հիմա ես սա սեփականաշնորհել են, հետո տվել են այս կառուցապատողին փողը տարաժամկետ վճարման պայմանով 777 միլիոն դրամ, տեղը ստացել են հասարակական տարածք։ Էդուարդ Բաբայանի ընտանիքի անդամը Միլոն Մայնինգի սեփականատիրոջ Բաբկեն Հովակիմյանի կառուցած շենքում օգոստոսի 23-ի փողոցի Աբովյան քաղաքի 1800 քառակուսի ընդհանուր մակերեսով հասարակական տարածքա ձեռք բերել։ Այսինքն առաջին հարկը զբոսայգին վերցնենք, թե ոնց կվերցնենք, վերցրել ենք, բերենք դնենք այստեղ տեղը, իմը տպավորություններ օրինակ որ կոնվերտացիա ա եղել։ Հա, փոխանակում ա եղել։ Դե իհարկե ես կվախենամ ասեմ փողերի լվացում sense եթերում, բայց այս փողերի լվացման նմանություն ունի էս։ Դե այդ գնահատականները մենք չենք կարող տալ, դա իրավապահները պիտի տան։ Չգիտեմ ինչ կանեն իրանք։ Այնքան ակնհայտ փաստեր են, ընդ որում իրանք այդ փաստերը հավելյալ փաստեր են ձեռք բերելու, ասինքն իրանք դա հիմնավորելու բազմաթիվ բան ունեն, բազմաթիվ գործիքներ ունեն։ Հա, բայց վարչապետը կառավարության 5 շաբթի օրվա նիստից հետո հայտարարում է, որ նմանատիպ փաստերը բան են, մակուլատուրա են, կարանք տան լրագրողները իրավապահներին։ Հա, ես էլ չգիտեմ, ասենք հիմա իրավապահները ոնց պետք է դա անեն, եթե վարչապետը այդպեսի մոտավորապես կարծիք է հայտնել, քննությունը ոնց պետք է անեն, այտենց։ Չեմ անում։ Իրավապահներ ասեք։ Եվ իհարկե հեսա էլի կգանք արձագանքներին, թե ընդհանրապես ինչ հնարավոր նաև հետևանք որ ունենան այս հոդվածները, բայց մենք մի հատ նաև պատմենք երկու բառով Արմեն, թե ովքեր վերջը այդ տարածքում այդ կառուցապատողից ովքեր են բնակարաններ ձեռք բերել։ Ուրեմն սկսենք Հայկ Գոնջորյանից, բացի իրենից հետևի շենքում բնակարան են ձեռք բերել նաև իր մայրը եւ քույրը, բայց ասենք որ դա համատեղ սեփականություն է, երկուսով մի տուն են ձեռք բերել։ Մեկ տուն են ձեռք բերել համատեղ սեփականությամբ 81 կամ 83 քառակուսի մետր մակերեսով։ Տեսարանը դեպի Մասիսավ է։ Չէ։ Հա։ Մասիսը երևում է Արինջից։ Դիրքը տենց է, եթե Ծառուկյանի տունը չխանգարի, լավ իրանք կասեն։ Դե հատիսը ինձ թվում է Կերև է, սա Քրիստոսի արձանն է, որ բարձրանը։ Հայկ Մկրտչյանն է այդտեղ տուն ձեռք բերել,
Հայկ Մկրտչյանը հիմա Կոտայքի փոխմարզպետն է։ Իդեպ մենք չխոսեցինք Հայկ Մկրտչյանը էլ ինչով էր հայտնի։ Հայկ մի րոպե, բայց Հայկ Մկրտչյանը այն պաշտոնյանը, ով Ով Արինջ ստորագրել է համայնքի այդ ղեկավարի հողերը պաշտոնակատարի պաշտոնում է եղել, երբ որ կառուցապատողին այդ հեկտարներով հողերն է օտարվել։ Ով էր ինքը, ինչով էր հայտնի։ Մենք անցյալ տարի, եթե կհիշեն մեզ լսողները, դիտողները, գրել էինք քաղաքացիական պայմանագիր կուսակցության Facebook-յան փակ խմբում տեղի ունեցած քննարկումների մասին, երբ վարչապետը 2023-ի սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն անփոփոխ հանրահավաքին կոչ էր արել իր կուսակիցներին բերել իրենց ընկերներին, հարազատներին, համախոհներին, բարեկամներին, որպեսզի բազմամարդությունն ապահովի այդ ակցիայի, քայլերթի եւ հանրահավաքի եւ այնտեղ պարոն Մկրտչյանը գրել էր, որ ինքը 25-ից 30 մարդու մասնակցությունը կապահովի։ Տես ապահովել է։ Կարծում եմ ապահովել է։ Լավ, հիմա այս շենքում կառուցապատողից կառուցած շենքում տունը ձեռք բերել Հայկ Կոնջորյանը, մայրը եւ քույրը, Հայկ Մկրտչյանը, Հայկ Մկրտչյանը Կոտայքի փոխմարզպետն է հիմա ԿՊԱ-կան, Էլովա տուն ձեռք բերել։ Նաիրի Հակոբյանը townhouse-ա ձեռք բերել։ Նաիրի Հակոբյանը Աբովյանի ԿՊ խմբակցության անդամ, կառուցապատող ընկերության փոխտնօրեն, թղթերը տարնող, բերող մարդ։ Այդ շենքում էլ ինքը մի հատ townhouse ունի Արինջում։ Այո, Կոնջորյանի տան հարևանությամբ, երկու տուն էս կողմ։ Բայց նրա կինն էլ այդ զբոսայգու տեղում կառուցված շենքում ունի բնակարան։ Մակերեսը կհիշենք 116։ Լավ, այս դետալային բաները թող հոդվածի մեջ հոդվածի տվյալները լինի, որովհետև այստեղ բանավոր խոսքի մեջ կարող ենք սխալ թույլ տալ։ Եվ այնտեղ բայց էլի մարդ կար։ Այո, այնտեղ կար Մհեր Բաղդասարովը։ Մհեր Բաղդասարովը, հիշում եք, երբ որ այս Մհեր Բաղդասարովի մասին երբ որ այս պատմությունը ուսումնասիրում էինք, ամենա այտենց գրավիչը մի թիվ էր, որ մենք այս կառուցապատողի կառուցած շենքերում տեսանք, որ 10-ից 16 հատ բնակարան անշարժ գույք ունի Մհեր Բաղդասարովը եւ նրա կինը Քրիստինե Ասատրյանը։ Եվ այդտեղ արդեն շատ հետաքրքիր էր, էլի, իհարկե սա մի առանձին ճյուղ էր, որ կարելի էր խորանալ, բայց մի փոքր էլ ուղղակի ասենք, թե Մհեր Բաղդասարյանի անունը դե մարդկանց ոչ մի բան լայն զանգվածների բան չի ասի, բայց Մհեր Բաղդասարովի անունը մենք գտանք մեկ այլ պատմության մեջ, երբ որ ՊՏՂ-ի համայնքի երկարամյա ղեկավարը հիմա դատվում է փողերի լվացում, համայնքային գույքի ապշտակություն, պաշտոնական կեղծիք, մի քանի մեղադրանքներով։ Այդ գործերից մեկով անցնում է նաև Մհեր Բաղդասարովի կինը, եւ արդեն մենք այդ դատական գործերից էլ տեղեկացանք, որ Մհեր Բաղդասարովը առնչություն ունի փոխկապակցության ինչ խնամիական բան կա ՊՏՂ-ի համայնքի այդ նախկին ղեկավարի հետ, որը որ հսկայական հողեր է իրանով արել ՊՏՂ-ի համայնքում։ Հիմա մեկ էլ այս մարդիկ հայտնվում են այս կառուցապատողի այս շենքում 16 հատ անշարժ գույք։ Այս մի հատ իրոք առանձին կտոր էր, բայց առանձին կտոր է, դրա համար եմ ասում, այստեղ լիք այնքան պատմություններ կան այս շինարարական կազմակերպության հետ կապված, որ չգիտեմ, դատախազությունը պետքա քննչական խումբ ստեղծի ուղղակի։ Դատախազությունը չէ, քննչական կոմիտեն կամ կստեղծի, բայց էլի քաղաքական։ Դե վարչապետի վերջին հայտարարությունից հետո մի քիչ տենց սարել է, սա։ վատատեսական են կանխատեսումները։ Հա։ Կառավարության վերջին նիստ, բայց մի բան ֆիքսենք, որ այս մի հոդվածից հետո համատարած լռություն էր։ Հա, ոչ մեկ չպատասխանեց մեզ։ Նույնիսկ Կոնջորյանը բան չգրեց այս ժուրնալիստների մասին։ Հա։ Հայկ Կոնջորյանը չգրեց, նույնիսկ թիմակիցները ընդհանրապես չարձագանքեցին։ Նախորդ հրապարակումը տենց ակտիվ տարածել էին։ Արթուր Հովանեսյաններ տարածել,
Ալեն Սիմոնյանն էլ էր տարածել, բայց չհասկացա ինչ համատեքստում, որ գրել էր հերիք է։ Շատ երկակի է։ Հա, հերիք է մեզ էր ասում, թե հերիք է իր Հայկ թիմակցին, Կոնջուրյանի։ չգիտեմ, մի քիչ բարդ էր հասկանալը։ Դե այդտեղ շերտեր կա Արմեն, բոլորս չի, բայց դա հայտնի է, որ ԿՊ խմբակցության ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի մեջ էլ թևեր կա, ճյուղեր կա, որոնք որ որոշակի ինքնուրույնություն ունեն, ինչ-որ սահման կա, Ամբիցիաներ ունեն։ եւ հիմա մենք, բայց եթե չեմ սխալվում, Հայկ Կոնջորյանին ԿՊ Ալեն Սիմոնյանն էր բերել, բայց այդտեղ չգնանք, էլի, այդ իրաց քաղաքական նեղ բանձնային այդ հարցերը թող մնա, բայց փաստն է, որ այս հրապարակմանը որևէ կերպ հրապարակային չարձագանքեցին։ Ռոմանոս Պետրոսյանը, ով իդեպ շատ նկարներ ունի այդ ավականու անդամի հետ, Աբովյանի ԿՊ խմբակցությունը ինքը մարզպետների պաշտոն է, հա, բայց նաև ընկերական հարաբերություններ կա, էլի։ Նաև Ռոմանոս Պետրոսյանը, քանի որ Աբովյան համայնքից է, այդտեղ ԿՊ-ի տարածքային կազմակերպության անդամ է, այդ ԿՊ-ի խմբակցությունը ինչ որ իմաստով իր կուրացիայի տակ երևի կարող ենք մոտավորապես այսպես ասել, էլի, որովհետև այնտեղ իր հետ բարեկամական մարդիկ կան, այդ խմբակցության ղեկավարը Ցուգունյան, տեսչականում էր, չէ։ Մի խոսքով այդտեղ շատ փոխկապակց բաներ ունի, ինքը կապեր ունի, եւ բայց հարցազրույց էր տվել, այո, YouTube-յան մի ալիքի նորաստեղծ եւ ասել էր, որ թող իրավապահները զբաղվեն, այդտեղ ոնց կարա զբոսայգի շատ վրթոված ասել էր իր անհանդուրժողականության մասին, այս երևույթների։ Բայց այդ ամեն ինչի վրա սառը ջուր լցրեց վարչապետը։ Երբ որ թևերը փռեց նաև այստեղ գործող անձանց վրա, եւ երբ որ ասեց, որ կառավարության նիստում լրագրողը հարցնում է այս հրապարակումները Կոնջորյանի, միանգամից գնաց, բա դուք քանի տուն ունեք եւ այլն, բայց այս ծանոթ է, բայց այս մոտեցումը էլի առաջին անգամ չի, երբ որ էլի եղել հարց է հնչել պաշտոնյաների մասին, տների, նա միանգամից գնացեք լրագրողների ձեր տները, բան։ Ես չունեմ տուն։ Չունես կունենամ։ Արի մեր տունը, արվեն մնա։ Այս պատմությունը դատախազությունը ուսումնասիրեց եւ ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե քրեական վարույթի հարցը լուծելու համար։ Այստեղ բառերի մեջ բան կա, տարբերություն, երբ որ ասում է օպերատիվ ստուգման, դա այլ ընթացք է ենթադրում, քրեական վարույթի հարցը լուծելը լրիվ այլ ընթացք է ենթադրում, բայց չգիտենք, մի քիչ ժամանակ պիտի երևի անցնի։ Թե բայց արդեն պարզ է ինչ կլինի։ Չէ, մի քիչ դժվար է ասել։ Վերջո իրանք գիտեն նաև, որ մենք էլի նյութ ենք հրապարակելու եւ ինչ որ ձևով պիտի պարզաբանումներ տան։ Մենք էլ պետք հարցումներ ենք ուղարկելու, եթե չգիտեմ գործ չհարուցվեն, ինչ որ պիտի ասեն, թե ինչու չեն հարուցում ի վերջո։ Այսինքն այդ ամեն ինչի մեջ որևէ բան չեն տեսնում, իրանք նորմալ է, այդպես էլ պետք է լինի։ Չգիտեմ, ես տենց մտածում եմ, որ կհարուցվի։ Իսկ հնարավոր համարում եք, որ մի մասի վերաբերյալ գործեր, օրինակ, չգիտեմ, առանձնացվեն կամ քննությունը ավարտին հասցվի, օրինակ Էդվարդ Բաբայանի մասով օտարումը զբոսայգու, իսկ օրինակ մյուսների ներգրավվածության մասով որևէ քննություն չարվի։ Հա, տենց էլ կլինի, էլի։ Եթե հարուցվի գործ, թվում է ինչ որ հատված կվերցնեն։ Օրինակ, որ բանը հիշում ենք, այստեղ նաև էլի այդ քաղաքական շերտերը կգա, հիմա մամուլում էլ տեղեկություններ կար, որ մենք էլ այլ աղբյուրներով նաև իմացանք, որ Էդվարդ Բաբայանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ոնց որ թե լավ չեն, տենց բաներն էլ են ազդում։ Թե հիմա օրինակ Էդվարդ Բաբայանին եթե հարուցեն, մեղադրյալ կներգրավեն, չեն ներգրավի, ընտրությունները 2 ամսից Աբովյանից ձայներ են պետք, որ այսպես բաներն էլ են ազդում։
Հա, քաղաքական, այդ եմ ասում, հիմա այն փուլն է, որ ամեն մի բան քաղաքական որոշում պետք է, տենց կտրուկ քայլերի դեպքում պետք է քաղաքական որոշում լինի։ Դա դե Չնայած սպասենք։ քաղաք բոլոր իշխանությունների ժամանակ էլ միշտ քաղաքական որոշում պետք է լինի։ Այն ժամանակ ասենք հիշում եք այդ Պանամայի փաստաթղթերից հետո, երբ որ Միհրանը հրաժարական տվեց, դա հաստատ Միհրանի ցանկությամբ չի եղել, էլի, չնայած ինքը հայտարարություն տարածեց, որ ես չեմ ուզում Ալիևի հետ նույն շարքում լինեմ, ինչ որ տենց մի բան էր գրել, բայց հաստատ քաղաքական որոշում ա եղել, որ դու պետք է հեռանաս այդ պատերազմի փուլում։ Տիգրան Սարգսյանը ոնց գնաց։ Որ չեն դժվար է ասել, չեմ ման։ Պետք է Հոդվածից հետո մեր հետաքննությունից հետո ահագին ժամանակ էր անցել, մոտ 6 ամիս հետո։ 6 ամիս հետո եղավ, բայց թե ինչքանով է դա ազդել իր հեռանալու վրա, դժվար է ասել։ Լավ, Մի օր դրա մասին կխոսենք, որտեղ այնտեղ հետաքրքիր process-ներ էր տեղի ունենում։ Ինչ որ բաների մեջ ես նաև մասնակցել եմ, չգիտեմ, տարբեր հանդիպումների։ Բայց դա հետո կխոսենք էլի մի օր։ Պետք է հետո կարիքը լինի, ստմա կլինի, երևի մի հատ առանձին մի օր պատմեք նաև որոշ այտենց աղմկահարույց հետաքննություններին նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին։ Հա, ինձ որ հարցաքննում էին, այդ էր, ասենք, հետաքրքիր ինչ որ դրվագներ կան, որ կարամ հիմա պատմեմ, բայց այս բանում չէ, էլի։ Մի հատ առանձին, Մի հատ, չգիտեմ, հիմա ոնց որ բան անենք։ այս թեման շեղենք, Չէ, ոնց որ շատ է խոսենք, չգիտեմ, նենց ինձ թվում է բան չունենք ասել։ Այս վերջի կտորը ձգում ենք։ մի Այդ այդ այն զանհանգստացնում էլի, որտեվ այս կամերաները ռենտգեն են։ Մենք հիմա տենց բանթատ այդ բանով անցնում ենք ռենտգենի ապարատով։ Այն նայողները տեսնում են դու բան ես անում, տենց անկապ խոսում ես, չգիտեմ։ Հենց որ պետք է զգանք, երբ որ դե վերջանալու։ բաներ կա, բայց մենք ուզում ենք ձեզ խոսացնենք։ Վերջանալու ժամանակը։ Եթե չեք ուզում խոսել, այդ այլ հարց է։ Հետ այսօր տրամադրություն չունեմ, երևի զգացել եք նեն։ Չգիտեմ, ինչ որ բաներ ա տեղի ունենում, որոնց մասին դու չես կարող խոսես, թե ինչի տրամադրություն չունես այսօր։ Այնքան օրվա ընթացքում մեր դժբախտությունն է, որ օրվա ընթացքում այնքան խնդիրների ենք բանանում, մեր դեմը գալիս, որ այտենց խոսելու ցանկությունը չի լինում։ Չգիտեմ, մեկը զանգում է, պատմում է ինչ որ պատմություն, ասենք, երեք օրինակ մեր Անյան էր գնացել, մի 81 տարեկան մարդ էր զանգել, որին աշխատանքից հեռացրել են թոշակառուը։ Այդ մարդը խոսելուց երևում է, որ բան ա էլի նենց մարդ ավելի ճիշտ աղջիկն էր զանգել, հետո մեր լրագրողը գնաց հանդիպեց այդ մարդու հետ։ Եթե այդ մարդուն հանեն աշխատանքից, ասենք այն որ ինքը կարող է գնա ու տանը իր սիրտը չդիմանա մի քանի օր։ Ու sense պատմությունները քո վրա ծանրանում են իրականում, էլի նենց սկսում ես մտածել, լավ, հիմա եթե դու չպատմես այս պատմությունը, այդ մարդուն հանելու են, գնալու է մի բան պատահի, հետո դու ոնց որ դրա այդ բեռը նաև քո վրա է մնում։ Չգիտեմ, անընդհատ sense պատմությունների մեջ են, հետո էլ մյուս կողմից այդ բոլոր մեղքերը լրագրողների վրա գցելու, այս մյուս կողմից այս ճնշումն է, որ կա տարբեր կողմերից, տենց չի։ Տենց է, տենց երեք խոսում ենք, որ նյութեր կա, որ գրում ենք, չարչարվում ենք, մեզ թվում է թե բարի բան ենք անում, հա, բայց հետո մեր վրայով են անցնում։ Հա, հետո ինքան քիչ ենք կարողանում բան փոխել, երևի դա է, ոչ մի այդպես դրական ռիսկ չենք կարողանում ստանանք, էլի։ Այնքան մի փոփոխություն անելու համար այնքան ժամանակ, այնքան էներգիա ենք ծախսում, բայց դրանք շատ փոքր փոփոխություններ են, չգիտեմ, ինչ որ մի մարդու ճակատագիր չեմ մանում։ Երևի ինչ որ փուլերի պետքա բան տանք, ստոպ տանք, կանգ առնենք, ասենք, ինչ որ մաքրվենք, Դե դու պիտի դադարը տակ, բայց երբ որ մենք մի հատ հոդված գրում վերջացնում ենք, հաջորդ օրը հələ արձագանքները չի ավարտվել, ասում եք մյուս թեմայից ինչ կա։ Ուր եք ասել։ Չգիտեմ, հա, տենց օրեր առնում, որ չես ուզում խոսես։
չես ուզում ոչ մեկի զանգին պատասխանես։ Այսօր է տորն այմ համար։ Լավ, բայց որ էսենց շատ տխուրով չավարտենք, իհարկե մի փոքրիկ բան ասեմ, այս գրված պատմությունից մի փուճուրիկ դետալ, որը որոշակի բաների մասին խոսում է, եւ որ այդ այս ուսումնասիրությունների ժամանակ դե մենք մի տեսակ Հայկ Կոնջորյանի եւ նրա հետ կապվող անձանց համալիր ստուգման ենթարկեցինք, այսպես ասած, եւ պարզվեց Հայկ Կոնջորյանը իր մեքենայի գույքահարկը չի վճարել։ Կհիշեք, երբ որ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՔՊ-ի կուսակցության այդ անդամավճարը չէր վճարել, նույնիսկ վճարել էր չէր հասել նստել, էլի, տենց ինչ որ ժամկետի դրա գինը եղավ, որ ինքը հաջորդ խորհրդանում չմասնակցեց կուսակցության ոնց էր կոչվում այդ խոսքով իր դիրքերը ահագին իջեցվեց կուսակցությունում։ Հիմա տեսեք ինչ ձևի դաժան վերաբերմունքի արժանացավ ինքը իր կուսակցությունում այդ անդամավճար չվճարելը։ Հիմա Հայկ Կոնջորյանը, որ ամեն օր խոսում է, ելույթներ է ունենում ազգային ժողովի ամբիոնից, քրեա օլիգարխիայից, պետության նկատմամբ այս թալանից, ամեն ինչից խոսում է ու շատ այտենց ողջևորված է խոսում, այս մարդը իր մեքենայի գույքարկը չի վճարել։ Դա վերաբերմունքա պետության նկատմամբ նկատմամբ ժամանակ, երբ որ լրատվամիջոցից լրագրողից հարցում է գնացել թաղապետարան, որ այս մեքենայի սեփականատերը վճարել է թե չէ, այնտեղից գրել են նոր-նորքի թաղապետարանից։ Քանի տարի էր։ 3 տարի, ինչ 2022-ին գնել է ու չի վճարել։ Եվ հիմա 200,000 դրամն անցնող գումար։ Տարել այդ գումարը վճարել է այդ հարցումների ժամանակ, բայց այստեղ մի հատ ուրիշ հարց է, այդ մեքենան եթե գույքարկ չի վճարվում, տեղ զննում չի անցնում։ Մենք հենց մեր մեքենաները մի օր գույքարկ վճարած չլինենք, տեղ զննում անցած չլինի կամ ապահովագրություն վճարած չլինի, պարեկը կանգնացնի, տեղ ներում բեկում չկա։ Բայց հիմա սենց սա պետության նկատմամբ նաև վերաբերմունքը եւ իր հանրային խոսքը, ելույթները ուզում է էլի այս մի հատ բան անել, որովհետեւ այս ամբողջ պատմության մեջ այս կտորը շատ էր ինձ ներվայնացրել։ Հետո տարօրինակ է, էլի, ոնց 3 տարվա ընթացքում որևէ անգամ չեն կանգնեցրել իրեն պարեկները։ Այն անգամ ներքին գործերի նախարարը քեզ հարցազրույց էր տալիս, պետք է հարցնեի։ Մոռացել էի դրա մասին, կարելի էր հարցնել։ Լավ, այստեղ կանգնենք եւ ուղղակի կանգնենք, վերջում մեր դիտողներին հիշեցնենք, որ հետքի YouTube-յան ալիքին եւ սոցիալական ցանցերի այլ հարթակներին կարող են բաժանորդագրվել, դրանք կօգնեն մեր տեսանյութերը ավելի տարածվելուն, ավելի դիտվելուն եւ հետքին ֆինանսապես օժանդակելու համար կարող եք միանալ մեր Patreon-ին, որի հղումը այս podcast-ի մեկնաբանությունների բաժնում կա եւ սկսած ընդամենը $2 ամսական վճարով կարող եք մեզ օգնել մեր խմբագրության աշխատանքին։ Եթե կարևորում եք մեր աշխատանքը եւ ի վիճակի եք ֆինանսապես մեզ օգնելու։ Հաջորդ podcast-ը կլինի սրանից 1 շաբաթ հետո։